Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն։ Օր մարտի 22։ Քրիստոսի խաղաղությունը։ Տեր Հիսուսը գիտեր, որ աշակերտներին անհրաժեշտ է այնպիսի խաղաղություն, որը նրանց հետ կլիներ բոլոր իրավիճակներում։ Նա ասաց նրանց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»։ Հովհաննես 14:27 խոսք։ Այս խոսքը պետք է որ զարմացներ աշակերտներին։ Նրանց աչքերում դա գրեթե անհավանական խոստում էր։ Քրիստոսի խաղաղությունը պետք է դառնար իրենց խաղաղությունը։ Այս 12 տղամարդիկ հիացած էին խաղաղությամբ, որին ականատես էին եղել Հիսուսի մեջ նախորդ 3 տարիների ընթացքում։ Նրանց Տերը միշտ հանգիստ էր, երբեք չէր բորբոքվում, երբեք չէր վախենում։ Մենք գիտենք, որ Քրիստոսն ընդունակ էր հոգևոր բարկության և որ նա նաև լաց էր լինում, բայց նա իր կյանքն ապրեց երկրի վրա խաղաղության մեջ, խաղաղություն Հոր հետ, խաղաղություն գայթակղության ժամանակ, խաղաղություն մերժման և ծաղրի ժամանակ։ Նա խաղաղ էր նույնիսկ ծովում փոթորիկների ժամանակ, երբ քնած էր նավի ետին մասում, մինչդեռ մյուսները սարսափից դողում էին։ Աշակերտները նաև ականատես էին եղել, թե ինչպես է զայրացած ամբոխը Հիսուսին տանում դեպի բարձր լեռան գագաթին սպանելու նպատակով, սակայն այդ վարկաբեկությունների և վիրավորանքների միջից նա դուրս եկավ հանգիստ և լի խաղաղությամբ։ Տեր Հիսուսը խոստացավ աշակերտներին նույն խաղաղությունը։ Երբ աշակերտները լսեցին այս խոսքերը, նրանք հավանաբար զարմացած նայեցին միմյանց։ Հիսուսն ավելացրեց. «Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես եմ տալիս ձեզ»։ Սա այսպես կոչված թմրած, հասարակությունից անջատված խաղաղությունը չէ, և ոչ էլ հարուստների ժամանակավոր խաղաղությունը, ովքեր փորձում են հոգեկան խաղաղություն գնել նյութական բաներով։ Ոչ, դա հենց Քրիստոսի խաղաղությունն էր, խաղաղություն, որը գերազանցում է մարդկային բոլոր հասկացողությունները։ Երբ Քրիստոսն իր աշակերտներին խոստացավ իր խաղաղությունը, նա կարծես թե ասում էր նրանց և նաև այսօր մեզ. «Գիտեմ, որ դուք չեք հասկանում, թե ինչ ժամանակներ են սպասում ձեզ, բայց ես ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս, որպեսզի կարողանաք դիմակայել այն ամենին, ինչ դեռ առջևում է։ Ամեն»։